Այսօր մենք կգործենք այս գեղեցիկ 5 թերթանի պինտերեստյան հայտնի ծաղիկը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է, հեշտ գործելու համար անհրաժեշտ է ունենալ գծագիր։ Գծագիրը սկսվում է 5 օդային հատով։ Հիմա մենք միասին կգործենք, որը իրար պետք է միացնենք միացնող հատով։ Այսպես գործում ենք 5 օդային հատ։ 5 օդային հատ, որը պետք է սկիզբը վերջը միացնենք սկզբին, ահա այսպես միացնող հատով, եւ այնուհետև պետք է անենք 1 օդային հատ։ Հաջորդ շարքը սկսելու համար այսպես 1 օդային հատ։ Եվ հետո արդեն պետք է գործենք 9 անթել սյուն շրջանի մեջ, որը մենք 5 օդային հատը գործելուց առաջացել է այսպիսի շրջան, եւ այս շրջանի մեջ մենք գործում ենք արդեն անթել սյուն 9 հատ։ Այս ծաղիկը հատկապես հայտնի է նրանով, որ սկսել են օգտագործել վերնաշապիկների, հատկապես վերնաշապիկների կոճակների վրա դրվելով, որպես դեկորատիվ ինչ-որ հետաքրքիր դետալ, որը ի դեպ շատ գեղեցիկ է նայվում։ Եվ այսպես գործեցի 9 անթել սյուն, որը նորից պետք է միացնենք միացնող հատով, այսինքն շարքը ավարտելուց պետք է այսպես միացնող հատով շարքը ավարտենք։ Հետո մենք սկսում ենք արդեն գործել թերթիկը։ Թերթիկը գործելու համար մեզ պետք է այստեղ սյան մեջ, այդ պլյուսի, այսինքն անթել սյան մեջ գործել 3 օդային հատ։ Իդեպ այս թերթիկը ամբողջը գործվում է 1 սյան մեջ։ Հիմա մենք արդեն հաջորդը 3 հատ 2 թելով սյուն ենք անելու, այսպես 1, 2 եւ նույն սյան մեջ, նույն անցքում պետք է գործենք այսպես առաջի երկուսը, հետո հաջորդ 2 սյունը, հետո մյուս երկուսը։ Նույնի մեջ էլի 2 թելով սյուն, այսինքն թելը վերցնում ենք հելունի վրա 2 անգամ, որպեսզի թերթիկը ավելի երկար ստացվի։ 2, հիմա մի հատ էլ պետք է արվի նույն անցքի մեջ, այսինքն ունենում ենք 1 հատ 3 հատանոց օդային հատ, հետո 3 հատ 2 թելով սյուն, հետո նորից հաջորդը այսպես թերթիկը փակվում է 3 օդային հատով նորից։ Այսպես գործում ենք 3 օդային հատ, որը միացնում ենք այս նույն մեր անթել սյան, այսինքն նույն այս ամենը կատարվում է նույն անցքի մեջ, նույն սյան մեջ։ Այսպես թերթիկը սկսեցինք եւ ավարտեցինք 3 օդային հատով, որի մեջտեղին գործեցինք 2 թելով սյուն 3 անգամ։ Եվ այստեղ հաջորդ սյան մեջ գործում եմ միացնող հատ, այնտեղ անթել սյան վրա կետ է դրված, որը միացնող հատն է։ Եվ դրա հաջորդում արդեն գործում եմ անթել սյուն, այսպես անթել սյուն, որի վրա սկսում եմ գործել 3 օդային հատ եւ սկսվում է թերթիկը գործվել։ Այսպես նորից վերցնում եմ 2 թելով սյուն, նույն սյան մեջ ենք անում այդ ամենը։ Այստեղ ինձ մոտ խնդիր առաջացավ, քանդեցի եւ նորից գործեցի, այսպես 3 օդային հատ, այսպես նորից գործում ենք,
Այսինքն այս ամբողջը գործում ենք նույն ձևի մինչև շարքի ավարտ, որը շարքը փակում ենք միացնող հատով եւ արդեն մեր ծաղիկը պատրաստ է։ Շատ գեղեցիկ, նուրբ Hang out the whole next day, laughing, having fun. Summer love, you have no idea what you did to me. Summer love, didn't care that we weren't meant to be. You were mine, I was yours. Take me back once more. Summer love, where did you go? Summer love, you have no idea what you did to me. Summer love, didn't care that we weren't meant to be. You were mine, I was yours. Take me back once more. Summer love, sweet joy, where did you go? Remember the days we were young, wild and free, basic getting sprung. We used to dance the night away, hang out the whole next day, laughing, having fun. Summer love, you have no idea what you did to me. Summer love, didn't care that we weren't meant to be. You were mine, I was yours. Take me back once more. Summer love, where did you go? Summer love, you have no idea what you did to me. Summer love, didn't care that we weren't meant to be. You were mine, I was yours. Take me back once more. Summer love, sweet joy, where did you go? Remember the days we were young, wild and free, basic getting sprung. We used to dance the night away, hang out the whole next day, Եվ ահա մեր ծաղիկը պատրաստ է ընդամենը 11 րոպե եւ ունենք շատ գեղեցիկ ծաղիկ եւ այսպես միացնող հատով փակում ենք, թելը կտրում ենք եւ քաշում ենք դեպի հետը, որպեսզի կարողանանք թելը թաքցնել, դիմացից ոչինչ չի երևա եւ կապում ենք մյուս թելի հետ, այսինքն սկզբի թելի հետ, ավարտի եւ սկզբի թելը միացնում ենք իրար, որ չքանդվի ծաղիկը եւ այն առաջացած շրջանը արդեն կոճակի համար է այդքան մեծ, որպեսզի կարողանա կոճակը մտնել եւ այսպես մշակում ենք եւ թաքցնում ենք ավելորդ թելերը։
Եվ այսպես գեղեցիկ ծաղիկը պատրաստ է։ Հիմա արդեն կփորձենք վերնաշապիկի վրա տեղադրել այս ծաղիկները, որպեսզի հասկանանք տեսքը, թե ինչպես է նայվում։ Կարող եք այսպես ասած մեկու մեջ դնել ծաղիկները, ես սկզբից դրեցի մեկու մեջ, բայց հետո զգացի, որ հաջորդական եւս գեղեցիկ է եւ հաջորդ քայլում հաջորդական դրեցի, շատ գեղեցիկ է նայվում։ Իհարկե կարող եք մինչև վերջ կոճակներն օգտագործել, դնելով ծաղիկներ, բայց ինձ թվում է այս տարբերակով ավելի գեղեցիկ է, երբ որ քանակը այդքան է շատ չի լինում։ Արդեն ես այստեղ արդեն փակած տարբերակով դրեցի, տեսեք ինչ գեղեցիկ է եւ հաջորդականով տեսքը երևաց եւ արդեն մեկու մեջ դրվածով։ Հուսով եմ հավանեցիք։